Շնորհակալություն մուլտիվիտամիններին հաջորդ համարի համար բեմ եմ հրավիրում Արամեն Պետրին։ Բարի եկո բոլորին։ Ուրեմն մենք ուզում ենք ձեզ ներկայացնել մի այսպիսի համար, սեպտեմբերի 1 երեխաները եկել են առաջին օրը դասի, մեծ են առաջի դասարան չեն, եւ պետք է գրեն շարադրություն, ինչպես անցկացրեցինք մեր ամառային արձակուրդները։ Ուղղակի երեխաներից մեկը հարուստ է եւ ծույլիկ, իսկ մյուսը սովորող, գրագետ, սովորական ընտանիքից դե հիմա ինչ անի հիմա հերը, ինչ անի այդ երեխան։ Հա դե ինչ անի, արամ տանի մանոտ։ Հասկանում։ Հա հաստատ։ Հարուստը կլինի Գարիկը, ես էլ սովորող աշակերտը։ Բարև ձեզ երեխաներ, ես ձեր նոր ուսուցչուհին եմ և ձեզ, քանի որ սեպտեմբերի 1-ն է, հանձնարարում ենք շարադրություն, ինչպես ես անցկացրեցի իմ ամառային արձակուրդները։ Խնդրեմ, սա ձեզ թղթեր, պետիկ ջան։ Ես հեսա տեսեք ոնց եմ գրելու։ Գիտեմ։ Ամառային արձակուրդ։ Ու քեզ կապ չունի, որ ինձ ոսկի ժամը ցուցեք բերը։ Նորմալ կգրես, չարտագրես։ Այսօր սկսեք։ Սկսեցինք։ Գերում ես դոձիկ։ Թե ինչպես եմ անցկացել ես իմ ամառային արձակուրդները։ Գնացինք։ Չնայես։ Ես ամառը պապիկիս և տատիկիս հետ գնացի գյուղ։ Ես ամառը պապիկիս ու տատիկիս հետ գնացի Դուբա։ Գյուղում պապիկս պահում էր գամփր։ Իմ պապիկիս արձականն է գամփր։ Ամեն օր ես ցնցուղով ջրում էի մարգերը։ Ջրում էի մարգերը, ցնցուղից ցեպը քաշում էի, գնում էի հյուրանոց։ Գյուղում մենք մեծ շուկով նշեցինք տատիկիս 80-ամյակը։ Դուբայում մենք մեծ շուկով նշեցինք այս վերջին տատիկիս 25-ամյակը։ Պապիկս ամեն առավոտ հնձում էր խոտը։ Պապիկս ամեն առավոտ հնձում էր այս վերջին տատիկիս։ Մեր գյուղում ես ձեռք բերեցի լիքը նոր ընկերներ։ Ես Դուբայում ձեռք բերեցի PlayStation 3, պուլտով վերտալյոտ, էլ ինչ եմ անում նոր ընկերներ։ Մենք ոտքով բարձրացանք սարը ու բուրանով իջանք։ Մի օր էլ ես օգնեցի տատիկից, որ նա գթի կովին։ Կթեցինք ու այդ փողերով ես ու պապս գնացինք որսի։ Որսորդության ընթացքում մենք բազում ծտեր բռնեցինք։ Այնուհետև պապիկիս հետ գնացինք ձուկ բռնելու։ Ունդեղից էլի լիքը ծտեր բռնեցինք ու ավտոյով։ Հետ էինք գնում գյուղ, բայց հանկարծ ճանապարհին մեզ կանգնեցրեց Դուբայի գայշնիկը։ Պապիկս վախվորած իրար խառնված դուրս եկավ մեքենայից եւ մոտեցավ պետավտոտեսուչին։ Ու իմ պապս հոչի չափալախում։ Կներեք, պատասխանեց պապիկս, այս խախտումը ես հանկարծակի արեցի, նման բան էլ չի կրկնվի, ասաց պապիկս։ Չր։ Կներեք։ Չր։ Էլ չեմ անի։ Չլը։ Փառք Աստծո, պետավտոտեսուչը լավ մարդ էր եւ ներեց իմ պապիկին։ Փառք Աստծո, պապիկս լավ մարդ էր եւ ներեց գայիշնիզմին։ Այնուհետև երեկոյան ես արդեն տատիկիս հետ տանը նստած թխում էինք ալադիներ։ Ես սարքում էի խմորը, իսկ նա լցնում էր թավայի մեջ եւ մի լավ տրտժացնում էր, որպեսզի լավ համեղ ալադիներ ստացվեն եւ մենք ուտենք։ Յախքիս ով ես լոխը։ Այս ով է այս լոխը։
Գյուղում ես շատ գրքեր կարդացի։ Ես կոմպով լիքը մուլտեր ու կինոներ նայեցի։ Ինչ շատ դուր եկավ Տերն ու Ջերին, Անբան, Ավատարը, Պոչատ, Բեթմենը, Կրնատ, Շրեկը, Ձախորդ, Ծախորդ Ռեմբոն, Գիքորը։ Կարիբսկը Վմորյա։ Մենք Դուբայից պապուս հետ առանք սպիտակ Լեքսուս ու ֆսալով եկանք դեպի Մրերգիր։ Արդեն մոտենում էր սեպտեմբերի 1-ը եւ ժամանակն էր վերադառնալ։ Ես նստեցի պապիկիս ջորին եւ մենք ճամփա անկանք դեպի Երևան։ Ճանապարհին մի ինչ-որ տականք իր Լեքսուսով շատ արագ կտրեց մեր ճանապարհի դիմաց եւ արագ հեռացավ։ Տականքը պապը տա։ Մենք ետ եկանք Երևան, ես եւ իմ հավաքած մրգերը բոլորը հյուրասիրեցի մայրիկիս եւ իր ընկերուհիներին։ Իմ հավաքած մրգերով լավ, թող իմ շարադրությունն էլ միտող պակաս լինի այս կյանքում։ Ես վերջացրեցի։ Տեսնեմ։ Ես վերջացել եմ։ Սուրճ էինք խմում Սուշանոցում։ Ապրես, լեքոնը տեսնեմ։ Իմ առաջինը կարդացեք էլի։ Ես ամառը պապիկիս եւ տատիկիս հետ գնացի գյուղ։ Ապրես պետիկ ջան։ Հիվսկի մակոնը։ Ես ամառը պապիկիս ու չեմ ասել ես ձենով չգրես։ Չեմ ասել